You can hear the water. Հոսող ջրի ձայնը Երևանի հաղթանակ թաղամասում է։ Միջազգային դոնոր կազմակերպությունների եւ տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին բնակիչներից մեկի տուն, անձամբ տեսնելու արված աշխատանքի արդյունքը։ 29 միլիոն դոլար արժողությամբ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրը ամփոփվեց։ 50 տարի ջուր չենք ունեցել։ Այս ամբողջ թաղամասում հին փտած տրուբեկով քիչ-քիչ էր գալիս ջուրը, անորակ ջուր, 24 ժամ ջուր ունենք, այսպես ասեմ, երկու ձեռով լողանում ենք հիմա։ Խոստովանեցին հիմա արդեն ոչ միայն ջրի, այլև իրենց կյանքի որակն է բարելավվել, ջրից նաև հյուրերին հյուրասիրեցին։ Ծրագիրն իրականացվել է կառավարության, վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրամիության ֆինանսավորմամբ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Հավոյաններին հրաժեշտից առաջ հյուրերը չմոռացան ջրային ռեսուրսները ճիշտ կառավարելու մասին հիշեցնել։ The next step is saving water. Իսկ հաջորդ քայլը ջրի խնայողությունն է։ Ծրագրով ջրամատակարարման բարելավման աշխատանքներ են կատարվել Մայրաքաղաքի կենտրոն, Այգեստան, Ավան, Նորքմարաշ, Շենգավի, Թերեբունի, Արաբկիր, Քանաքյար-Զեյթուն, Հաղթանակ, Սիլիկյան, Փիրումյան, Նորխարբերդ թաղամասերում, Բալահովիտում։ Ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում։ Ծրագրով իրականացվել է անհատական տների, թաղամասերի ջրամատակարարման բարելավում։ Ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանցը եւ բոլոր բնակիչներին միացում է տրվել այդ ներքին ցանցին, տեղադրվել են բոլորին անհատական ջրաչափեր, տեղադրվել են անհատական ջրաչափական հանգույցներ, նաեւ ծրագրի արդյունքում մենք ունենք բազմաբնակարան շենքեր ներառված, փոխարինել ենք Արարատյան պոմպակայանի 3 նոր պոմպ, որի արդյունքում բարելավել է Արարատյան պոմպականից Երևան քաղաքին ջրամատակարարման ծավալներ։ Ծրագրով բարելավել է 19,000 ընտանիքի ջրամատակարարումը, կառուցվել է ավելի քան 200 կիլոմետր ջրամատակարարման ցանց։ Ներդրումը ջրամատակարարման գործում նշանակում է ներդրում մարդկանց կյանքում։ Այս ծրագիրը լավ օրինակ է միջազգային մյուս գործակցությունների համար։ 3 կառույց համատեղ աշխատել են ֆինանսավորելու այս ծրագիրը։ Խոստանում ենք մնալ Հայաստանի կողքին եւ անհամբեր սպասում ենք հետագա ծրագրերին եւ համագործակցություններին։ Բարանորդի ջրաչափն է, որից հետո արդեն օգտագործում դեպի բնական։ Ծրագրի կարևոր արդյունքներից են այստեղ համարում նաև ջրի կորուստների նվազեցումը, ջրամատակարարման բաշխիչ ցանցերի կառավարման հուսալիության բարձրացումը։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։